Golden Tulip հյուրանոցի նախասրահը մարդաշատ է, դաշնամուրային հոգեթվությունները փոխանցում են հայ սիրված կոմպոզիտորների մանկական ստեղծագործությունները։ Այսուհետ այս ստեղծագործությունները հասանելի են բոլորին։ Մշակույթի ոլորտի լավագույն ավանդույթների վերածնունդ ու սերունդներին փոխանցում։ Ահա այսպես են որակում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի ձայների թողարկումը հայ երաժշտական աշխարհի ներկայացուցիչները։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Ամիսներ առաջ կնքված ուշագրի համաձայն հայ մեծանուն ստեղծագործողների դաշնամուրային կատարումների ձայնասկավառակն այլևս իրականություն է։ Շնորհանդեսին մասնակից պատանի ու մանուկ երաժիշտներն անձամբ են կատարում ձայներիզում ընդգրկված ստեղծագործությունները, քանի որ այս կատարումները հենց նրանց համար են նախատեսված։ Սա Անահիտ Ներսիսյանի Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության առաջին փորձը չէ։ Դեռևս նախորդ տարի թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը, որն արդեն մեծ տարածում է գտել։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ պրոֆեսոր Արաքսիա Սարյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նախաձեռնությանը, ընդգծելով, որ պահպանվող ու զարգացող մշակույթը բոլորիս ապագայի կարևորագույն գրավականներից մեկն է։ Այս գեղեցիկ իրողությունը, այս գեղեցիկ ձայներիսը, որն ամփոփում են մանկապատանեկան ստեղծագործությունները եւ նրանց օգնելու հնարավորությունը, չէր իրականանա, եթե ձեր մասնակցությունը չլիներ, սիրելի պարոն Ծառուկյան։ Դա շատ գեղեցիկ եւ շնորհակալ գործ է եւ մենք երաժիշտներս շնորհակալ ենք ձեզ այդ գործի համար։ Սա նաև ուսումնամեթոդական հրաշալի նյութ է, որը մատաղ սերնդի համար ճանապարհ կհարթի դեպի հայ երաժշտության գանձերի աշխարհ։ Նշում են ոլորտի ներկայացուցիչները եւ հավելում, որ ձայներիզը նվիրաբերվելու է Հայաստանի մարզերի եւ Արցախի շուրջ 200 երաժշտական դպրոցներին ու ուսումնարաններին։ Տաղանդավոր դաշնակահարուհին իր կատարումներով փոխանցում է հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները, զսպելով հուզմունքը նշում, որ իր ստեղծագործական կյանքում այսօր առանձնահատուկ օր է։ Աջակցության համար, որովհետև եթե ձեր հիմնադրամը չլիներ, դժվար թե ես կարողանայի այդ երկու ձայնապնակը իրագործել։ Շատ շնորհակալություն ձեզ, որ դուք կաք եւ ես կարծում եմ, որ դեռ շատ ուրիշ ասպարեզներում դասական արվեստի դուք կլինեք հովանավոր։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին խոստանում է մշտապես լինել հայ մշակույթի պահպանման ու զարգացման ուղղված նախաձեռնությունների կողքին ու սատար կանգնել նման հրաշալի գաղափարների կենսագործմանը։ Շարունակական արդյունավետ համագործակցության ակնկալիքով ու նշանակալից օրվա պատմությանն ի պահ տրված լուսանկարով նախաձեռնության հեղինակները հրաժեշտ են տալիս միմյանց։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։